Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի մասշտաբի զիջման է երեք գնացել Հայաստանի իշխանությունը, համաձայնելով Ադրբեջանի այն պահանջին, որ Հայաստանը պետք է զերծ մնա ինքն իր տարածքում Ադրբեջանի հետ սահմանին երրորդ ուժերի ներկայությունը ապահովելու հարցում։ Սա խայտառակ զիջում է, որը կարելի է համադրել իսկապես Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմանագրի հետ, որով Հայաստանի զինված ուժերի թվաքանակը սահմանափակվում էր։ Այս դեպքում սահմանափակվում է մեկ այլ բաղադրիչ, որ մենք իրավունք չունենք հայ-ադրբեջանական սահմանին այլ ուժերի ներկայությունը ապահովելու, որի տակ հասկացնում է նաև եվրոդիտորդների ներկայությունը։ Սա խայտառակություն է պարզապես։ Թուրքիայում արկա է ամերիկյան ռազմաբազա։ Բազմաթիվ եվրոպական երկրներում արկա է ամերիկյան ռազմաբազա։ Լիբանան-Իսրայել սահմանին տեղակայված են ՄԱԿ-ի մանդատով 10,000 եւ ավել խաղաղապահ զորակազմ ուժեր, եւ դա տվյալ պետության սուվերեն իրավունքն է որոշելու, թե իր երկրի տարածքում ինչ ուժեր պետք է տեղակայվեն։ Մեր պարագայում կլինեն դրանք ռուս կամ հապկ դիտորդներ, թե Եվրամիության դիտորդներ, թե որևէ այլ կոնֆիգուրացիա։ Նման ինքնիշխանության զիջում ես պարզապես չեմ պատկերացնում, որը հայաստանյան տիրույթում կներկայացվի որպես մի ձեռքբերում, որ այս կետն էլ համաձայնեցվեց։ Սա պարզապես խայտառակություն է, անընդունելի, եւ ես շատ հույս ունեմ, որ ապագա քաղաքական գործընթացների հետևանքով այդ փաստաթուղթը, որին համաձայնել է հայաստանյան իշխանությունը, պարզապես կյանքի չի կոչվի։